Բարև ձեզ, պարոն Անդրեասյան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք, բայց երևի սկսենք այս սարսափելի պատկերից ու թվերից, որին մենք ականատես ենք լինում։ Այս տարվա 7 ամիսների ընթացքում բանակում արձանագրվել է 30 մահվան դեպք, ամեն անգամ այս իշխանությունները, երբ ցանկացած ամբիոնից բղավում են, որ սահմանին կրակոցներ չկան, խաղաղություն ենք բերել, խաղաղ պայմաններ են, մենք տեսնում ենք բանակի ներսում ինչ սպանություններ են, եւ բանակի ներսում եւ իհարկե Հայաստանի տարբեր հատվածներում օրը ցերեկով մարդկանց են սպանում, գնդակահարում, մեծամասամբ երիտասարդներ են նաև մահանում։ Խնդրեմ այս ցուցանիշի հետ կապված ձեր տեսակետը, եթե երկիրը նորմալ իշխանություն ունենար, ասում են պաշտպանության նախարարը առնվազն պետք է պաշտոնան կարվեր կամ ինքը հրաժարական տար, բայց ունենք այս պատկերը, խնդրեմ։ Ես հիշում եմ մի դեպք, երբ Սերան Օհանյանն էր պաշտպանության նախարար եւ դեպք էր տեղի ունեցել բանակում, ուրեմն այս իշխանությունների, ներկայ իշխանությունների ուրեմն եւ նրանց կողմնակիցների ջանքերով այն ժամանակ կազմակերպվեց մի ցույց, ընդհուպ կարողացան զոհված կամ մահացած զինվորի դիակը վերցնել եւ ճանապարհվել Երևան։ Այդ ժամանակ Սերան Օհանյանը գնաց ընդառաջ, Հայաստանի ղեկավարներից գնացին ընդառաջ, խոսեցին, շփվեցին հանրության հետ, այդ երիտասարդի հարազատների հետ, հասկացրին, որ առնվազն կիսում են այդ ցավը եւ դեպք է պատահել, այսպես չգիտեմ, մեկնաբանություն գուցե չկար էլ, բայց մարդկային վերաբերմունքը, որ ցուցաբերեցին, միանշանակ էր։ Հիմա այս դեպքում ես կուզենայի, այդ տեսնում եք, սարսափելի թվերի մասին եք խոսում, վերջին 7 տարիներին 30 մահ, այդպես ասացիք կարծեմ։ Եվ կուզենայի, ասենք, լսել պաշտպանության նախարարին, այստեղ ոչ թե ժողովուրդը քննադատեր այդ մասին բարձրաձայներ, այլ լսեի պաշտպանության նախարարի կարծիքը։ Ինչ է խոսում։ 15 հոգի վառվեցին զորանոցում, ինչ արեցին։ Բացի այն, որ սկսեցին, չգիտես ինչ մեղավորներ փնտրել եւ այլն, մի բան էլ Նիկոլ Փաշինյանը գովաբանում էր հրշեջ ծառայություններին, թե ժամանակին են հասել։ Բուն խնդրեմը այդ հրդեհը չէր։ Բուն խնդրեմը 15 երիտասարդի մահն էր, երիտասարդներ, որոնց ուղղակի իրենց ծնողները վստահել էին պետությանը։ Հիմա նույն վիճակը շարունակում է մնալ բանակում եւ հերթական ման է գրանցվել եւ դարձյալ չկա ոչ բացատրություն, ոչ էլ որևէ բան, լավագույն դեպքում, ահա հետաքննում են, ահա կպարզեն, ինչ պիտի պարզեն, պիտի տանեն հասցնեն ինքնասպանության կամ չգիտես ինչի։ Եվ դա համարում են լավագույն, այսպես հարցից խուսափելու լավագույն ձևը։ Այսինքն խնդրեմը, որ կա բանակում, ինքնին չի վերանում դրանից, չի վերացել։ Այսինքն բանակում կա այդ խնդրեմը եւ ուրեմն այդ խնդրեմի լուծման ուղղությամբ ինչ որ քայլեր պիտի կատարվեն, որոնք չեն արվում։ Ձևական զինված ուժերի շքերթ են ցուցադրում։ Լրիվ ձևական, եթե քո բանակում երիտասարդ զինվորը մահանում, այսպես ասեմ, մահանում է, ում է պետք է այդ բանակը։ Եթե պետությունը դրա համար պատասխանատվություն չի կրում, ում է պետք այդ բանակը։ Ի վերջո դու ծնողից վերցրել ես երեխային, 2 տարի է, տարի ու կես է, պիտի երեխան ծառայի եւ պիտի վերադարձնես։ Ծնողն էլ իր հերթին, հայրենիքին պիտի վերադարձնես այդ քաղաքացուն։ Պետությանը պիտի վերադարձնես քաղաքացուն։ Ինչ ես անում։ Եվ կրկնում եմ, ամենավատը այստեղ անպատասխանատու վերաբերմունքն է։ Ուղղակի կարող են շատ ներողություն բառի համար թքած ունեն, հիմա մի հոգի ավել, մի հոգի պակաս։ Մարդիկ այդպես են վերաբերվում։ Ու թքած ունեն, թե ինչ կխոսի ժողովուրդը։ Քննադատես իրենց համարում են անքննադատելի։ Ամեն ինչում իրենք շատ ավելի լավն են ըստ իրենց։ Հա, տեսնում ես ժողովուրդը մեզ այսքան ձայն է տալիս։ Այդպես են բացատրում, բայց բուն խնդրեմը թողնում շրջանցում են իրենք։ Բուն խնդրեմը շրջանցում են։ Հիմա ես չգիտեմ էլ
ինչ պիտի լինի, որ ի վերջո կանգնեն ասեն, հա, մենք մեղավոր ենք։ Այս հարցում ես մեղավոր եմ։ Դիցուք Նիկոլ Փաշինյանն ասի, հա, ես մեղավոր եմ, որ չեմ կարողացել բանակում կարգուկանոն ստեղծել։ Ես ձեզ խոստացել եմ, սիրելի հայրենակիցներ, որ այս բաները կանեմ, չեմ արել։ Սուրեն Պապիկյանին տարիներով նախարար է, այդքան տարիների մեջ այդքան զոհեր է տվել, մարդը այսօր ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում։ Ինք ուղղակի նախարարն է։ Գնաք հարոզարշավներին պտտվի, ժողովրդին էլ տեխնիկայով էլ սպառնա, որ կքշի տանկերը վրաներով կանցնի, խնդրեմ, ես այդ նախարարի կարգավիճակը սա երևի, չգիտեմ։ Անցյալներ չմոռանանք, հա, ծառայության ամենահիշար ժանդրվագը սպային դանակահարն է եղել։ Դե հա, հիմա գիտեք ինչ է, ժամանակները ուրիշ են եղել, այն ժամանակ, դա հայկական բանակում չի եղել, ես էլ եմ ծառայել այդ ռուսական բանակի նիստուկացին մոտավորապես տեղյակ եմ, հնարավոր է, որ ազգային արժանապատվությունը վիրավորել է կամ ինչ-որ մի բան այդ ռուս սպան, ամեն դեպքում, եթե զինվորը դանակահարում է, դանակ է քաշում իր հրամանատարի վրա, դա շատ տգեղ և անպատվաբեր բան է հենց այդ զինվորի համար։ Եվ կարելի էր դրա դեմ այլ կերպ ենթադրենք պայքարել, բայց այդ պահին հենց դա է եղել իր հնարավորությունը, դա է արել։ Այստեղ ես չեմ ուզում դա դարձնել զուտ Սուրեն Պապիկյանի նկարագրի ինչ-որ մի չգիտեմ ինչ է։ Բայց այն, որ քո բանակում, քո անկախ պետության մեջ դու ինքդ նախարար ես եւ այս վիճակն է բանակում, շատ ներողություն ես արդեն ոչ մի տեղ չտանող, ոչ ճանապարհ է, ոչ մի տեղ չտանող, չգիտեմ, կեցվածք է։ Այստեղ ուղղակի պետք է նման դեպքերում ուրիշ պետության մեջ պաշտպանության նախարարը առնվազն հրաժարականի դիմում գրեր։ Մարդկային կյանքերի հետ է կապվում այս ամեն ինչը, չէ՞։ Իսկ մարդկային կյանքը ամենաթանկ բանն է այսօր։ Պիտի լինի, այդպես պիտի լինի։ Ի վերջո դու այն սերունդն ես, ուրեմն սերունդն ես տանում զինվորագրում, որը վաղը մյուս օրը պիտի դառնա այդ ընտանիքի հայր, պիտի դառնա գիտնական, պիտի դառնա, չգիտեմ, լավ մասնագետ, պիտի դառնա այս պետության վաղվա օրը կազմակերպիչ, վաղվա օրվա։ Այդ մարդուն դու քո պատասխանատվությամբ տանում ես բանակ, հետո սպանում ես։ Ինչի մասն է խոսքը, ինչ ապագայի մասն է այստեղ խոսքը։ Բանակ չես տանում, բուհերում կրթությունը ամբողջությամբ ավերել եք, այդ մարդիկ գնում ժամավաճառ են ելնում այս երիտասարդությունը բուհերում, ոչ մի բան չեն սորում, դատարկ գլուխներով դուրս են գալիս։ Ես էլ մի ուրիշ ձև է ապագայի հերնանցելու։ Սա էլ է ձև։ Ու բոլոր ոլորտներում դա է, բոլոր ուղղություններում դա է։ Ես չգիտեմ, մեկանում եք այն նախարարը գալիս փոխանակ տագնապ հնչեցնի, սկսում է գովերքել, չգիտեմ ինչ արած կիսակայլերը։ Հենց դրան, հա, վերջերս գրառում էր արել, որ Արարատ ցեմենտի մասով որ խլել են գիտեք պարոն Ծառուկյանից եւ սպառնում ըստեյության աշխատակիցներին, բարեխղճորեն կատարեք ձեր աշխատանքը, այլապես դատի կտանք հրեական գործեր կահարուցանք եւ այլն։ Այսինքն սաբոտաժի հոդված կդնանք վրաները։ Լավ, դու նախարարն ես էլի։ Հիմա ամբողջ աշխարհում գնում է սեփականաշնորհման, ավելի շատ սեփականության պետությունից հեռացնելու այդ բաները, որ անհատները զբաղվեն այդ գործերով։ Պետությունը պետք է իր գործերով զբաղվի։ Հիմա այստեղ հակառակ process-ն է, մասնավորից խլում են։ Այդպիսի բաներ սովետական են միության դեռ բոլշևիկյան Ռուսաստանի առաջի օրերին են եղել։ Մարդկանցից հողը խլեին, մարդկանցից անասունը խլեին, չգիտեմ, այս նույն բաները հիմա սրանք են անում։ Վաղը մյուս օրը մեկը կգա, որ Հայաստանում ներդրում կատարի, տեսնի թե ինչ է կատարվել այստեղ, մարդուց հեծը խլել են, Արարատ ցեմենտը խլել են, այն մյուս բաները խլել են։ Լավ, ինքը այստեղ ներդրում է անում, որ ինչ անի։ Վաղը իրենց էլ կխլեն։ Այդ հիմա գիտեք ոնց է, դիցու Գագ Ծառուկյանի պարագայում ենթադրենք Սամվել Կարապետյանը դրսի մարդ էր, չկար այդ կապերը եւ այլն եւ այլն։ Գագիկ Ծառուկյանը
Հայաստանի անկախության առաջին օրվանից եղել է տնտեսության շարժիչ ուժերից մեկը այս երկրի։ Հարստացել է մարդը։ Հարստացել է, ունի շատ ձեռնարկություններ, հնարավորություններ, կարողացել է ներդրումներ անել, ինչ-որ ոլորտներ զարգացնել, աշխատատեղեր է ստեղծել, ամենակարևորը։ Քանի ընտանիք է ներողություն հաց վաստակել Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, նրա բիզնեսների շրջանակում։ Այսօր Գագիկ Ծառուկյանի օգտին ես չեմ լսեմ, մի հատ բիզնեսմեն ելնի հայտարարություն անի, հակառակը բոլորը ամեն տեղից խփում են։ Համարում են, հա մարդը ընկել է, հիմա իր բաներից մի բան էլ մեզ կհասնի երևի, դրանով մենք կշահենք, բայց սխալվում են։ Գագիկ Ծառուկյանը ժամանակին, երբ որ որոշ բիզնեսմեններից ինչ-որ բաներ էին խլում, ինքը բողոքում էր դրա դեմ։ Կանգնում էր, ասում էր, որ դա ճիշտ չի, դա սխալ է։ Բայց այսօր որևէ մեկը այդ նույն բիզնեսմեններից, ես չգիտեմ, չի կանգնում Գագիկ Ծառուկյանի օգտին որևէ բառ չի խոսում։ Այսինքն ինչ սպասում էին են արտահայտություն կա, եզն ընկել է, դանակավորը շատացել է։ Ամենքը կփորձեն իրենց համար մի բան տանել։ Դե իսկ նախարարի մասին ասացիք, նախարարը ինչ, նախարարը այդպես չպիտի խոսի։ Լրիվ քաղաքական հայտարարություն, հստակ է, որ այստեղ քաղաքական ենթատեքստ կա այս ամեն ինչի մեջ։ Քաղաքական կապիկություն է տեղի ունեցողը։ Մարդուց ինչ ես խլում, ինչ է, ընտրություններում ինչ-որ մի բան են չի ասել կամ են չի արել։ Ինչ է ասել, որ ասել է համերաշխության մթնոլորտ ստեղծենք, որ ասել է տնտեսությունը ավիրվում է, որ ասել է ինչ է նշանակում ռուսական շուկայից կտրվելը, ինչ է ասել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության քարոզարշավը լավագույններից մեկն էր այս ընտրություններում։ Լավագույններից մեկը։ Երբեք գոտկատեղից ներքև հարվածներ ոչ մրցակիցների, ոչ էլ իշխանությունների հասցեին չեմ լսել ես դրանցից։ Բայց դուք տեսեք ինչ արեցին, որպեսզի իրենց ցանկալի ինչ-որ այդ 3 տեղերին պետք իրենց, որպեսզի այդ 3 մանդատն էլ ապահովեն, Բարգավաճ Հայաստանը դուրս թողեցին ընտրություններից։ Դուրս թողեցին ազգային ժողովից։ Իրենց կենտրոնական ընտրական հանձնաժողովով, ոստիկանությամբ, դատախազությունով, ամեն ինչով։ Մարդը կանգնած է հարցի վիճարկման դեռևս ընթացքում, արդեն մտնում են նրա տուն ձերբակալելու եւ չգիտես ինչ նպատակներով։ Վախեցնելու, ճնշելու, հեռացնելու, չգիտեմ, էլ ինչ որ ձևով վնասելու։ Հիմա այս գործը, հա, մենք տեսնում ենք, փաստացի Իրանի դատարանը ինչ որոշում ունի այս գործով, այս իրանցիները ըստ էության խաբե բաներ են նայել իրենց հետին, որոնք մի դրամի ներդրում անգամ Հայաստանում չեն արել, բայց ինչպես են գործը ֆռացնում, այսպես խնդրեմ։ Տեսեք հիմա, թող գործը ֆռացնեն, բայց նույն Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը իր ասուլիսում հստակ ամեն ինչի մասին խոսեց։ Ասես դրանք տնտեսական հարաբերություններ են եղել եւ իրենք իրենց մեջ այդ հարցերը կարողանան պարզել։ Բայց դուք տեսեք, սրանք դարձրեցին, չգիտեմ ես ինչ։ Այն դեպքում, այո, որ Իրանի դեսպանները, հաջորդական 1-2 դեսպան, այս գործը երկար պատմություն ունի, այս մասին խոսել են եւ հստակ ասել են, որ մի բան էլ իրանական կողմի այդ գործարարը ազգությամբ հայ կարծեմ, այդ գործարարներն են Պարտ Գագիկ Ծառուկյանի։ Մի քանի անգամ ֆիքսվել է այս հանգամանքը։ Այսօր փորձում են օգտվել, ահա, Իրանում այսպիսի գործ է քննվել։ Եվ դա բերել դարձրել են այսօր իրենց այս, չգիտեմ, հասկանում եք ինչի նման է։ Գնացել Նիկոլ Փաշինյանը փաթաթվել է Գագիկ Ծառուկյանին, ուզում է զգետնել նրան։ Ու մնացել է այդ վիճակում, որովհետև հիմա էլ Գագիկ Ծառուկյանն է բռնել նրան, ու ինքը չի կարողանում ազատվել։ Հասկանում եք այստեղ ինչա կատարվում։ Հիմա այստեղ ինքը շատ կերազեր այս բանից ազատվել արդեն, բայց արդեն չի կարողանում։ Արդեն չի կարողանում։ Ինքը չի կարողանում, ձեռքը գցում է, չգիտեմ, փրփուրներին, այստեղից, այնտեղից մի կերպ Գագիկ Ծառուկյանի վրա ինչ որ մի բան գտնի, Գագիկ Ծառուկյանին տանի, նստացնի, երբեմնի ուրեմն երազանքը իրականացնի, պիտի, չգիտեմ,
բառերը չէ ասում, կզացնեմ, նստացնեմ, չգիտեմ ինչեր անեմ, էդ է ուզում անել, կամակոր երեխա, բառից բուն իմաստով, դե հիմա կտեսնեմ ոնց ես ազատվելու Գագիկ Ծառուկյանի այդ բռնվածքից, վաղ մյուս օրը Գագիկ Ծառուկյանը կարդարացվի, դու կմնաս ամոթով, բայց դու լեզվանի ես, կարողանաս նույնիսկ այդ իրավիճակից դուրս գալ, որտեվ ամեն ինչ կարող ես անել ցույց տալու համար, որ դու իբր սխալ չես եղել։ Չի կարող, որովհետև մենք տեսնում ենք նաև սրբազան պայքարի գործով ՄԱԿ-ի վերջին հայտարարությունը։ Բոլոր գործերով է, նա ուրեմն բոլոր գործերով մնալու է այսպես ամոթի մեջ ուղակի։ Ամոթի տակ, այնքան որ մինչև իրեն ձայն տվող այդ շատ ներողություն բառ ուզում եմ ասեմ, բայց վախենամ, չէ, վիրավորական կլինի։ Այդ մասսան, որ իրեն ձայն է տալիս, նույնիսկ նրանք արդեն մինչև որ կհասկանան, որ թե ով է իրենց ղեկավարել մինչև հիմա, ում հետ են ճանապարհ գնացել, ում են ձայն տվել։ Կատարյալ խայտառակություն։ Այս տեսակ ղեկավար չի լինում։ Չի կարող լինել։ Եվ հիմա այս նոր ազգային ժողովը որ հավաքվում է, սա չի լինելու են նախորդի որակին, ինչքան էլ որ իրենք շատ են։ Չի լինելու նախորդի որակին։ Ինքը չի կարողանալու այստեղ նույն իր այդ անցյալ արդեն մի քանի բան է նորից պտտել։ Իրեն նոր ինչ-որ բաներ են պետք, որոնք դեռ նոր պիտի ստեղծի։ Ցույց տալու համար, թե իբր երկիր է ղեկավարում։ Բայց հետևից գալու են, չէ, նոր զիջումներն են գալու։ Ինչով է արդարացնելու։ Գագիկ Ծառուկյանը մեղք ունի, որ ինքը ենթադրենք նոր տարածքներ է տալու։ Ով մեղք ունի, Սամվել Կարապետյանը մեղք ունի, որ վաղը ռուսական գազը կարող է թանկանալ։ Ուկրաինան արդեն սարսափի մեջ է, ամբողջ Ուկրաինա, որ ձմեռը չգիտեն ինչպես պիտի տականան։ Չգիտեն, այդ նույն բանը ստեղ է լինելու։ Առայժմ Հայաստանում չկա ռուս-հայկական պատերազմ, բայց իր ձևերով սրանք ամեն ինչը կանեն, որ այդ պատերազմը լինի։ Իր ձևերի մեջ։ Ասենք ճանապարհ փակելով, գազը փակելով, մյուս բաները հատ չտալով, չգիտեմ, այսպիսի բաներով։ Հայ-ռուսական պատերազմ սրանք կհրահարեն։ Առանց այն էլ արդեն հայկական մթերքները Ռուսաստան չեն գնում։ Ուրախացել են, որ ծաղիկ են արտահանել, են ուր Հոլանդիա։ Խենթանալու, հիմա այսա Ֆրանսիա հայկական ուրեմն շշալցված Նապոլեոն կոնյակ կարող է արտահանել։ Ամեն ինչ հնարավոր է։ Բայց մենք տեսնում ենք այս արտահանման հետ կապված էլ, հա, ասում են ծիրան են Եվրոպա արտահանում, բացվեց ծիրանը Իսպանիայի գնացել են փչացած ծիրան, խնդրեմ։ Հիմա ես ուրիշ բան ասեմ, մինչև այսօր Հայաստանի խանութներում, չգիտեմ, ես են հայկական առաջվա ծիրանը համարյա չեմ էլ կերել։ Բերում են կամ պարսկականը, կամ չգիտեմ որտեղից հավաք է բերել են։ Լցրել են խանութներն ուղակի։ Հայկական ծիրանը գուցե ինչ-որ ճանապարհով կարողացել են անցկացնել։ Օրինակ Վրաստանի եւ Ռուսաստանի միջև այդ գյուղատնտեսական մթերքների առևտուրը հսկայական քանակով աճել է։ Ինչի հաշվին։ Գուցե հենց հայկական ծիրանի կամ հայկական բնամթերքի հաշվին։ Հանում են Վրաստան, այնտեղից վրացական ապրանքների անվան տակ գնում են Ռուսաստան։ Ինչու են իրենց համար լրացուցիչ թանկացնում հայկական ապրանքի գները, որ մրցունակ չլինի ռուսական շուկայում, առանց այն էլ Եվրոպայում մրցունակ չէ, Թուրքիայում ընդհանրապես մրցունակ չէ։ Պարսկաստանն էր վերցրել որոշակի քանակությամբ, եղավ այդ մասին ուրեմն հաղորդում, որոշակի քանակությամբ Պարսկաստանն էր Հայաստանից վերցրել ծիրան կարծեմ եւ արտահանել իր ծիրանի հետ այսպես միասին։ Ինչ ասեմ, ես չգիտեմ, սրանք ինչով եւ ինչպես են մտածում։ Քանդել են ամեն ինչ, ընդհանուր անկախությունը նսեմացրել են աստիճան, որ մարդիկ ձեռ են առնում նույնիսկ։ Եթե ես է անկախ պետությունը, պատկերացրեք ինչպիսին են ուրեմն, չգիտեմ, ոչ անկախները։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ հայկական կաթնամթերքներ այլևս սահմանափակումներով չի արտահանել Ռուսաստան, այսպես ասենք, որքան սա շարունակվի եւ սա ինչ մեծ աղետ
ժամանակին Հայաստանը ձու էր արտահանում Վրաստան, հիմա Վրաստանից են ձու բերում Հայաստան։ Գիտեք ինչ, ես փոքր օրինակ է ընդամենը, հիմա նույնը կատնամթերքը։ Ժամանակին էլի մինչև կատնամթերքի ասել, թեև պաղպաղակն էլ է կատնամթերք, Վրաստանում կար հայկական պաղպաղակ, շատ լավ արտահայտված, շատ լավ ցուցադրված եւ լավ էլ վաճառվող։ Կատնամթերքը ես հանդիպել եմ թե Մոսկվայում, թե Ռուսաստանի այլ քաղաքներում, հայկական կատնամթերք։ Հավանաբար գնում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ էլ նույն Թամարա կամ չգիտեմ ինչ որ բաներ եղել են։ Այսօր դա էլ կավարտվի։ Դա էլ կավարտվի։ Կատնամթերքը ինչ պիտի անեն, այսօր այդ փչացող բան է։ Կամ պիտի հասնեն այն բանին, որ գյուղացին կաթ չարտադրի, որպեսզի կամ սահմանափակի քանակները, կամ էլ չեն թափելու, չգիտեմ, դա էլ ծաղիկ չի, չէ, որ այսպես նրան պարտադրեն առնի, բան, այսպես բաներ։ Եվ հետո կատնամթերքը վերջին հաշվով չմոռանանք նաև մանկական սնունդ այ վերջո։ Մանկական սնունդ, դու կարող ես նաև դրա հիմքեր ուղղակի քանդել, Հայաստանում ամբողջությամբ ներկրումների անցնել, անասնապահությունը վերացնել։ Գյուղատնտեսությունը արդեն չկա, մարդիկ հավաքչարությամբ են զբաղված, այսպես ասեմ։ Ոչ մի գիտական կազմակերպում աշխատանքի գոյություն չունի։ Առաջ ունենք գյուղնախարարություն, առաջ ունենք, չգիտեմ, ամեն ինչ գյուղնախարարություն ունենք, որ կարող էր հարևան երկրի նույն կառույցի հետ պայմանավորվել որոշակի քանակի ապրանքներ Հայաստանից արտահանելու հարցում։ Կարող էր օգնել շուկաների որոնման հարցում։ Հասկանալ, որտեղ են ավելի ուրեմն մեր ապրանքներին իրենց պարամետրերով մոտ ապրանքներ եւ այդ շուկաներ փորձել ներգրավել։ Չգիտեմ, այստեղ ոչ մի բան չկա։ Ապրիորի ձևով ինչ տվել է Աստված, այդ ձևել այս մարդիկ առաջ են գնում։ Հիմա այն բաների կա, հետարքիր բան կա այդ վայրի ցեղերին Աֆրիկայում ինչ որ մեկին ասում են, լսեք, ասում է, ես դուք ես բարձր կոկոսները ծառի վրայից ո՞նց եք քաղում։ Ասում է, դե քամի է լինում, կոկոսը ընկնում է, վերցնում ենք, էլի։ Ասում է, բա որ քամի չի լինում, դե այդ դեպքում ասում ենք, որ տարին ուրեմն բերքաբեր չէր, առատ չէր տարին։ Այս նույն վիճակն է, հիմա ինչ տվեց Աստված, էլի, չգիտեմ, միևնույն է, ինչ որ կա, այդ մարդկանց բավարարում է այստեղ, վերջ, էլ ինչ արտահանում, էլ ինչ բան, էլ ինչ զարգացում, բոլոր ճանապարհները փակել են, բոլոր ճանապարհները, մնացել ենք այսպես, որ ի վերջո սա ինչ է, դառնալու է մի հատ փոքր տարածք, որ թե Ալիևը, թե Էրդողանը վաղ մյուս օրը կարող է որոշեն, որ պիտի լինենք մի պետության մեջ եւ հակառակ դեպքում պատերազմ կլինի եւ ոչ մի պատասխան չեն ունենալու տան սրանք։ Եվ Ալիևը Շուշիում վերջերս ինչ հայտարարություններ անում, նորից պայթեցրեց այս իշխանության թեզը, թե Արցախը նախկիններն են թե ոչ, Մինսկի խումբը ճնշել է բավականին Ալիևին եւ մենք տեսնում ենք նաեւ այս պատկերը։ Խնդրեմ։ Այո։ Մինսկի խմբին նաև ինչ որտեղ արժե այստեղ ուրեմն մեղադրանք այդ հասցեագրել, ես ինքս այդ հարցում ինչ որտեղ նաև կողմնակից եմ, ինչու, որովհետև իրենք 30 տարի այդ խումբը աշխատել է ուրեմն Արցախի հարցով, հանգել է մի եզրակացության, որ Արցախի հարցը ռազմական, պատերազմական լուծում չունի, որ այն պիտի ի վերջո ավարտվի Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդրի լուծումով, բայց նույն Մինսկի խումբը հենց առաջին պահանջի դեպքում Ալիևի Փաշինյանի լուծարվեց փաստորեն այդ ամբողջ աշխատանքն իր հետ տանելով գրողի ծոցը։ Սա էր լինելու դրա հետևանքը 44 օրյա պատերազմ, Արցախի կորուստ, Հայաստանի սուվերեն տարածքների կորուստ։ Եվ հիմա Մինսկի խումբը ուղղակի պարզապես խոսելու տեղ չունի, ոչ էլ արդարանալու։ Նույն Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, նույն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրենք են արել իրենց աշխատանքի, վատ աշխատանքի, այսպես ասեմ,
հետևանքն է սա եւ իրենք պիտի պարզապես իրավունք չունեին Հայաստանին եւ Ադրբեջանին թողնելու այս հարցի լուծման ճանապարհը։ Այսպես լուծեցին նրանք։ Փաշինյան Նիկոլի նման մեկին բերեցին դրեցին Հայաստանի ղեկավար եւ խնդրեմ հարցը լուծվեց։ Այսօր ով է խոսում Արցախի հարցին։ Լուծված է Արցախի հարցը, վերջ, Արցախը Ադրբեջանը։ Հայ ռազմագերիները մինչև այսօր Ադրբեջանում են։ Ադրբեջանը հետ չի տալիս։ Ամերիկայի Միացյալ Նահանգների այնտեղ սենատն է, մյուսը դիմում են Ալիևին այդ հարցը լուծելու համար վերջապես։ Պահանջում են, դիմում են։ Տեղաշարժ չկա։ Բա ուր է դուք արդեն միասին հարցը լուծում եք, պարոն Փաշինյան Ալիևի հետ։ Դուք արդեն պատրաստվում եք խաղաղության պայմանագիր ստորագրել, էս ի՞նչ է կատարվում։ Ով պիտի այդ մարդկանց ազատվելու մասին խոսի։ Հիմա գնացել նորից ընտրվել ես վարչապետ։ Այսինքն 5 տարի, եթե դու լինես, 5 տարի էլ այդ մարդկանց ազատ արձակելու մասին ոչ այդ կապված ոչինչ չի արվելու։ Դու հիմա, չգիտեմ, Ալիևի նույն թելն ես թելում ախր։ Դրսից նրանից պահանջում են գերիներին հանձնել, դուք մեզ խաբում եք, ասում եք ամեն ինչ անում ենք, բայց այդ էլ պարզվում է դուք չեք անում, որպեսզի դրսից պահանջեն, դա էլ են ուրիշներն անում ձեր փոխարեն։ Դուք ուղղակի խելոք նստած սպասում եք, որ մի հրաշք լինի Ադրբեջանը բարի կամք ցուցաբերի այդ մարդկանց ազատ թողնի։ Բայց հանուն ինչի պիտի այդ ազատ թողնի, հանուն նոր զիջումների ձեզնից։ Ուրիշ ճանապարհ չէ, Ալիևը ուրիշ ճանապարհ չի թողնելու ձեզ։ Պիտի նոր զիջումներ անեք, որ բաց թողնեմ։ Բայց դուք էլ ամեն զիջումի հետ կորցնում եք ձեր եղած չեղածը։ Մարդիկ չեն հավատում ձեզ։ Մարդիկ ձեռ են առնում պարզապես ձեզ, այսպեսի իշխանություն չի լինում։ Ձեր հարևան պետությունները ձեզ հաշվի չեն առնում ուղղակի։ Կարող է առիթից առիթ Վրաստանի վարչապետը մի հատ այսպես շնորհավորական մի բան հեռագիր տա, այնտեղից Ռուսաստանը տա, մյուսը տա, Ամերիկան տա, բայց այդ ամեն ինչի համատեքստում մենք տեսնում ենք բառից բուն իմաստով ծաղրը։ Ծաղրը այս ձեր վիճակն է հենց, որ ձեր վիճակում ձեզ նմաններին շնորհավորում են դեռ։ Հենց դա է ծաղրը։ Դուք լինեիք մյուսներին հավասար նստել, վեր կենալ, իմանայիք, ինչ էր պետք է ժողովրդին, ուրիշ ոչ մի բան, իսկ հիմա ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը արհամարված է ձեր պատճառով։ Արհամարված է բառից բուն իմաստով։ Ինչ ուզում եք ասեք, ձեզ, չգիտեմ, ինքներդ ձեզ գովեք կամ ինչ անեք, հաղորդումը ինչից սկսեցինք, բանակում զոհ։ Բանակում զոհ է, իրանք տրանգի են պահում։ Քաղաքում զոհեր են, մահեր։ Զոհեր են, կրակոցներ են, չգիտեմ, արդեն շրջաններում մարդկանց վրա, հասարակ մարդկանց վրա են գործարկում, ձմերուկ ծախողն ինչ մեղք ունի, լավ էս ձեր անհաջողությունների մեջ։ Գնացել եք ձեր բանի միջոցով մարդուն հրահրում եք, ինչ-որ բաների եք սադրում, վրան գործ եք սարքում։ Այսինքն հասարակության հիմա արդեն ներքևի շերտերում պիտի սկսվի, հա, այս ամեն քաշքշոցը, վերևներում վերջացանք։ Չկա համերաշխություն, չկա հասարակության մեջ, ու չի լինելու։ Չի լինելու, այս ընթացքով այս հասարակություն չի համերաշխություն իր մեջ չի գտնի։ Եվ դա ձեռը տալիս մեր վարչապետին, որ գնա այս խառը մոմենտներից օգտվելով հերթական զիջումները կատարի եւ վերադառնա։ Արցակուրտ էր վերցրել, գնացել էր Կապան, չգիտեմ, ինչ էր կորցրել Կապանը։ Սուպեր բացացել, թոփի զուգարաններ ասացի չի ապրես։ Ահա։ Գնացել է ասի խուստուպը մերն է, հա, դրանով։ Լավ էլ է։ Սև լիճն էր ձերը, հիմա ինչի ձերը չի։ Այդ Թրիփի Միջանցքի մասին, այդքան գրեցիք, խոսեցիք, թղթեր ստորագրեցիք, բան արեցիք, ինչի ձերը չի հիմա։ Շատ էլ ասում են, Ամերիկան ասում է, հայտարարում է, դե գիտեք, Հայաստանին ստեղից մեր կոպեկ փող ենք տալու։ Դրանով ձերը չդարձավ, չէ։ Ձերը չդարձավ։ Դուք արտահանձնեցիք դա ուղղակի։ Իրենք մի հատ բան է, արտապատվիրակեցիք ուղղակի։ Դուք Միջանցքը տվեցիք։ Գեղեցիկ բառերի ու չգիտեմ ինչ ձևականությունների ներքո։ Այն Միջանցքը, ինչի մասին Ալիևն ու Էրդողանը խոսում են, որ պիտի լինի Միջանցք։ Կարիդոր։
Դուք տվել եք դա։ Դուք տվել եք Հայաստանի տարածքները, որոնց համար այլևս չեք պատերազմելու։ Դուք պատրաստվում եք տալ նոր տարածքներ, որոնց մասին դեռևս չեք խոսում։ Բայց կխոսեք շուտով։ Եվ այս բոլոր ձերբակալությունները, այս իրավական բեսպրիդելը, այս ամեն ինչը, որ սարքվում է, հենց այս ուրեմն պղտոր ջրում ձուկ բռնելու համար է արվում, որ դուք ձեր ձկները բռնեք։ Եվ դրանով հանդերձ մնաք իշխանության։ Որպեսզի դրսի գործընկերները ձեզ պահեն իշխանության, հենց դրա համար։ Չկարողանաք անել այդ պահանջները, կատարել այդ պահանջները, չկարողանաք անել նրանց ասած, երկրորդ օրը ձեզ պաշտոնանք կանեն, կփոխեն ձեզ, ինչպես Վրաստանում արեցին, ընտրություններում չհաղթեց, հավաքեցին տարան, Սաակաշվիլին։ Դու ինչքան կարող ես հաղթել ընտրություններում այս վիճակով, լավ գրելով ինչքան կարաս դեռ հաղթես, թիվ նկարելով, ես եմ շնորհակալ։